Բարև ձեզ։ Հայաստանում հետընտրական կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև նորանոր դրսևորումներ են ստանում եւ իրավական եւ քաղաքական հարթության մեջ։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից 7-ը դիմել են սահմանադրական դատարան, վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը հայտարարում է ընդդիմությանը միավորելու իր մտադրության կամ ավելի ճիշտ կլինի ասել իր որոշման մասին իշխանությունների դեմ պայքարելու, Հայաստանում իշխանափոխություն կատարելու համար։ Մոսկվայից շարունակվում են հնչել կոշտ հայտարարություններ ուղղված Հայաստանին, բայց միաժամանակ պետք է նկատել, որ Մոսկվայի շուրջ եւս օղակը գնալով սեղմում է, այս անգամ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, ամբողջ Ռուսաստանում վառելիքի խիստ պակաս է զգացվում, բավական լարված իրավիճակ է ղրիմում։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թոշակառու։ Այո, քաս թոշակառու ասեք։ Ոչ, ես ասում եմ չասեք, որովհետեւ դուք հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ եք, ընտրություններին էիք մասնակցում, պատգամավորի տեխնացու էիք։ Չասացի пассив թոշակառու, քաղ թոշակառու, քաղաքականությունով զբաղվող թոշակառու։ Դա ուրիշ բան։ Ընտրություններից սկսենք, առաջին անգամն է որ հանդիպում ենք ընտրություններից հետո, ընդհանուր ինչ գնահատական ունեք, եւ որպես քաղաքական գործիչ, եւ որպես մարդ, որ պատգամավորի տեխնացու էր, մասնակցում էր ընտրություններին, այն պատկերը, որ ունենք, սա ընտրողի կամքի արտահայտությունն է, թե այլ գործոններ էլ շատ ազդեցին։ Այլ գործոններ չասենք այլ գործոններ, ուղղակի բացենք։ Արտաքին ուժերի միջամտություն կար եւ կողմ Հայաստանի անկախությանը ժողովրդավարությանը կողմ արտաքին գործերի միջամտություն կար, արևմուտքը ակտիվորեն աջակցում էր ժողովրդավարական ուժերին եւ Հայաստանի անկախությանը եւ արևմտականներին, այդպես ասենք, նրանք միջամտում էին ու դա չէին թաքցնում, որ ես ողջունում եմ։ Եվ կային գուբերնիա վիլայեթ ուժերի միջամտություն, նույնպես շատ ակտիվ, նույնիսկ իրենց քաղաքացիներին էին ուղարկել, այսինքն ոչ միայն դա տնտեսական, քաղաքական սպառնալիքներ էին, այլ նաև ուղղակի քաղաքացիները, ուղարկված քաղաքացիները անձնագրերով, այսինքն այնպես չի, որ գիտեք ինչ Հայաստանի քաղաքացին արտասահմանում, ասենք Բելոռուսում բնակվող, չէ, Բելոռուսի քաղաքացի կամ Ռուսաստանի քաղաքացի կամ Տաջիկստանի ու Ղազախստանի քաղաքացին կամ Կիպրոսի քաղաքացին իր անձնագրով, իր համազգեստով եկել էին ընտրություններին միջամտում էին, մասնակցում էին եւ միջամտում էին։ Ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր դա դեռ մենք երկար ժամանակ պետք է մտածենք դրա մասին եւ քննարկենք։ Հայաստանը դարձել էր հարթակ, որտեղ որ բախվում էին արևմտյան եւ արևելյան, այսինքն բռնապետությունը եւ ժողովրդավարությունը Հայաստանի տարածքում բախվել էին, այս ընտրությունները տարածաշրջանային չէին, գլոբալ էին, այսինքն գլոբալ ուժերը, ես նույնիսկ կարող եմ ասել բացառիկ բան է, որ ՄԱԿ-ի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 4 պետություն, կարծում եմ 5-րդն էլ ստվերային 5-րդն էլ իր անգործությամբ էր մասնակցում Հայաստանում պայքարում էին իրար դեմ, ասենք Ֆրանսիան, Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները մի կողմից, Ռուսաստանը իր դաշնակիցներով, մյուս կողմից Հայաստանը։ Այս պարագայում ինչպես պատահեց, որ կուսակցությունը, որի ընտրական ցուցակով դուք մասնակցում եք ընտրություններին, չկարողացավ ընտրողներին համոզել, որ ինքն է արևմտամետ գաղափարների, հայացքների արմատական կրողը եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Ես կասեի ինքն էլ է, որովհետեւ մենք մենակ չէինք եւ հենց սկզբից ես նույնիսկ մեր պայքարի իմ մասնակցության բանաձևը հետեւյալն է, անվանականչ, ներկա բացակայեր, այսինքն մենք չէինք կարող բացակայել, մենք գիտեինք, որ արևմտականության, ժողովրդավարության եւ ինքնիշխանության պաշտպաններ կան, այս օրինակ ասենք քաղաքացիական պայմանագիրը,
ակնհայտորեն անկախական էր եւ ժողովրդավարական էր, տեղը զբաղեցրել էր եւ բավական մեծ ծավալով, հսկայական ինքը եկել էր, տեղը զբաղեցրել էր, բայց կար մի փոքր հատված բացախոսության, ազատ խոսքի տեղը բաց էր մնացել ու մենք չէինք կարող դրան չմասնակցել, այսինքն ես համարում եմ իմ մասնակցությունը եւ հանուն հանրապետության կուսակցության մասնակցությունը փակեց այդ խճանկարի այդ տեղը, ազատորեն ասեցինք ում մասին է խոսքը, ով է Հայաստանին ուզում զրկել անկախությունից եւ ժողովրդավարությունից, այն ինչն ասելու համար իշխանությունը կաշկանդվածություն ունի, անշուշտ ունի կաշկանդվածություն, թեկուզ այն պատճառով, որ իշխանությունը թույլ տվեց, որ ակնհայտորեն հակապետական ուժերը, որոնք որ քրեական դատարանի կողմից, միջազգային դատարանի կողմից հայտարարվել էին եւ ճանաչվել էին հանցագործ կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, միջազգային դատարանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առիթով կար մենք ունեինք դատավճիռ, որ դրանք իշխանությունը զավթել են սպանությունների, բռնության, հալածանքների, անարդարության միջոցով իշխանությունը զավթվել է Հայաստանում։ Այդ ուժերին, պատկերացնում եք, թույլ էր տրվել մասնակցել ընտրություններին։ Այսինքն դա եւ հայտնվել խորհրդարանում։ Նրանք հայտնվեցին խորհրդարանում, այսինքն ու հայտնվելը դրան մենք ասում ենք ռեցիդիվ։ Կրկնահանցագործության մասին մենք հիմա կարող ենք հայտարարել։ Հայաստանում տեղի է ունեցել կրկնահանցագործություն։ Մի անգամ հանցագործ ուժերը, քաղաքական ուժերը եւ անհատներ անուն ազգանունով, անձնակազմը մի անգամ իշխանությունը Հայաստանում զավթել էին, երկրորդ անգամ զավթեցին իշխանությունը։ Ես համարում եմ, որ իմ ներկայությունը այնտեղ պարտադիր էր։ Ես չէի կարող բացակայել եւ կուսակցությունը, հանուն հանրապետության կուսակցությունը ինձ հրավիրեց, որի համար շատ շնորհակալ եմ։ Ես ինչքան որ կարող էի պայքարեցի այդ ուժերի դեմ։ Դուք պատկերացնում եք իմ խնդիրը որն է։ Ասում եք այդ ուժերը երկրորդ անգամ, դուք ասում եք իշխանություն զավթել, ես ասեմ հայտնվել ազգային ժողովում ընտրողների քվեով, թե ընտրակաշառքով ավելի շատ եւ ավելի շուտ։ Ես դեմ եմ ընտրակաշառք օգտագործելուն, դա գործիք է եղել, գործիքներից մեկն է եղել։ Կաշառքը գործիքներից մեկն է։ Նրանք այլ գործիքներ են օգտագործել, սպառնալիք օրինակ, կամ տնտեսական պատերազմը, որ հայտարարվեց Հայաստանին, գաղափարական պատերազմը, հոգեբանական պատերազմը, այսինքն Հայաստանի դեմ հայտարարված էր պատերազմ, այսինքն դրանք գործիքներ են, որոնցով այդ ուժերը սողոսկեցին իշխանություն, օկուպացրեցին իշխանությունը։ Տեսեք, դուք ասում եք ընտրակաշառք քրեական 300, 800, 500 քանի հոգի քրեական վարույթով գնում են, մեղադրվում են դրանով։ Ես ասում եմ, դրանք ընդհանրապես գործիքներ են ու երևի ամենակարևորը չեն։ Ես կարծում եմ ավելի կարևոր էր քաղաքական հայտարարությունը, երբ որ երկրի ղեկավարը, RF-ի ղեկավարը, VVP-ն, մեր երկրի ղեկավարին սպառնաց, ասեց, որ մարդ ենք ուղարկել ձեր երկիրը, օկուպանտ ենք ուղարկել, ուզում եք ասեմ, դեսանտ եմ ուղարկել, իմ շահերը ներկայացնող եմ ուղարկել, հանձնիր իշխանությունը։ Մենք գիտենք, օրինակ 13 թվականի սեպտեմբերի 3-ին ըստ երևույթին այդպիսի զրույց է տեղի ունեցել։ Փակ է եղել։ Այս անգամ ցույց տվեցին մեզ, որ մենք իմանանք ով է։ Դա հետաքրքիր էր։ Դե իմացանք եւ ունենք այս պատկերը հիմա ընտրություններից հետո այդ ուժերից մեկի առաջնորդը հայտարարում է ընդդիմադիր ուժերին համախմբելու իր որոշման մասին, այսինքն համախմբել, պայքարել իշխանությունների դեմ։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Արտերկրի ֆինանսական կապիտալի ռևանշիզմի փորձ, թե իրական քաղաքական գործընթացի մեկնարկ։ Իրական քաղաքական թշնամական գործընթացի մեկնարկ։ Բայց ես կարծում եմ մեկնարկ տերմինը ճիշտ չի։ Շարունակվում է պայքարը։ Դա սկսվել է 200 տարի առաջ։ Փուլ ընտրություններից հետո, այսպես։ Ուզում եք ես ասեմ, Խաչատուր Աբովյանի գործի շարունակությունն է, Խաչատուր Աբովյանի քրեական գործի շարունակությունը։ Ինչ իմաստով։ Խաչատուր Աբովյանը անհետ կորել է Ռուսական իմպերիայում։ Անհետ չեն կորում այդպիսի մարդիկ։
Այսինքն հալածանքը, զավթումը, օկուպացիան շարունակվում է։ Դա դրա մասին է խոսքը, որովհետև ինչի դեմ ընտրությունների մասին ես լավ կարծիք չունեմ, արդեն ասացի։ Թույլը անգործության մատնվեց արդարադատության համակարգը, ակնհայտորեն քրեա օլիգարխիկ ուժերը հատուկ գործիքներով, ես ասացի, որ այդ հերոստատեսային ներկայացումը ՎՎՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից սկսած մինչև գյուղատնտեսական մթերքների դեմ հայտարարված էմբարգոն, հերոստատեսությունից էկրաններից թափվող աղբը, քաղաքական աղբը, դրանք հատուկ գործիքներ էին, որոնցով ընտրությունները, արդեն ընտրությունների արդյունքները կասկածելի դարձան, ուրեմն պետք էր անպայման կանխարգել են, փակել։ Լավ, մինչև կանխարգելել փակելուն գալը, ընտրությունների արդյունքների մասին եթե խոսում ենք, հիմա ըստ էության ստացվում է, որ եւ այն կուսակցությունը, որի կազմում դուք մասնակցում եք ընտրություններին, եւ խորհրդարան անցած ու չանցած ընդդիմադիր ուժերից ընդհանուր հաշվով 7-ը վիճարկում են ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում։ Այս հարցում ձեզ հետ համաձայնություն։ Մենք նույն նժարի վրա չենք։ Ես դա էի հարցնում, այսինքն թե բովանդակային առումով հակադիր ուժեր ենք։ Մենք ես նրանց դեմ ենք։ Տեսեք, նրանք ասում են դեմ, ինչին դեմ, ես միտքս կիսատ մնաց։ Ես ուզում եմ ասել, որ անկախ նրանից, որ սողոսկել են, զավթիչները մտել են իշխանություն, այդ ընտրությունների մասին բացասական կարծիք չկա։ Դիտորդները համարում են, որ բացի այդ խախտումներից, որի մասին մենք խոսեցինք, ընտրակաշառքը եւ քաղաքական հալածանքը, գաղափարական, հոգեբանական, օտարի միջամտությունը մեր երկրում, ես ասում եմ, որ այո, արևմուտքը նույնպես միջամտել է մեր խնդրանքով։ Այսինքն մեր անկախությունը եւ ժողովրդավարությունը պաշտպանող ուժերը ինքնապաշտպանության իրավունքով մասնակցել են միջամտությանը։ Տեսեք, դա էլ վահան ենք բարձրացրել հակառակորդի սրի դեմ։ Ուրեմն ես կարծում եմ, որ անգործության է մատնվել իշխանության արդարադատության համակարգը։ Նրանք պետք է թույլ չտային, որ այդպես լինի, պետք է անջատվեր քարոզչական համակարգը, որ մեր վրա հարձակվել էր, դա պետք է անջատվեր։ Բոլոր նրանք, ովքեր որ օրենքի կոպիտ խախտումներով, տեսեք, կոպիտ խախտումներով մտել էին քաղաքականություն, նրանք պետք է հեռացվեին քաղաքականությունից առնվազն։ Ես կարծում եմ, որ նրանք պետք է իրենց տեղում լինեին, քրեական հանցագործները պետք է բանտում լինեն, անազատության մեջ կամ գործի անգործության մեջ պետք է լինեին։ Ուրեմն պետությունը դա չի արել։ Դրա հետևանքով մենք դուրս ենք մնացել։ Այսինքն մեր էլեկտորատը, մեզ ընտրողները ստիպված, որտեղ վտանգավոր էր։ Մենք էլ դա հայտարարում էինք կամպանիայի ժամանակ, ասում էինք դրանց ձայն չտակ։ Օկուպանտին, զավթիչին, գաղութարարին, թալանչին, բռնապետին ձայն չտակ։ Եթե ձայն եք տալու, տվեք նրանց, ովքեր որ պաշտպանում են Հայաստանի անկախությունը եւ ժողովուրդ, այսինքն մենք նպաստել ենք, որ քաղաքացիական պայմանագիրը գոնե այդքան ձայն վաստակի։ Մենք էլ էինք անհանգստացած։ Պատկերացնում եք։ Հասկանալի է, հիմա դուք կոչ էիք անում ձեզ ընտրել կամ մեզ ընտրել։ Մի խոսքով, ձայները պաշտվել են այնպես, ինչպես պաշտվել են եւ ինչպես նշեցի, հիմա 7 քաղաքական ուժ դիմել է սահմանադրական դատարան, ձեր կարծիքով սահմանադրական դատարանի որ որոշումն է, որ կլինի քաղաքականապես ամենաարդարը եւ իրավական առումով ամենաանխոցելին։ Փոքր դատարանից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, մենք զրուցում ենք ընտրությունների եւ հատկապես հետընտրական զարգացումների մասին։ Վերջին հարցս վերաբերում է սահմանադրական դատարանում քննվող գործերին, որոնք ըստ երևույթին կմիացվեն մեկ գործի մեջ, հարցս այն է, թե որ որոշումը կլինի ամենաարդարը քաղաքական առումով եւ ամենաանխոցելին իրավական հարթության մեջ։ Խոցելիության հարցում ես ընդհանրապես չեմ ուզում դրա մասին խոսել, սահմանադրական դատարանը պետք է պետության եւ սահմանադրության շահերը պաշտպանի։ Պետություն։ Առաջի խնդիրը դա է։ Նրանք ունեն նաեւ իրենց սուբյեկտիվ կարծիքը որոշում դարձնելու իրավունքը։
Այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանված է եղել թե չէ։ Ես կարծում եմ առաջի հերթին որոշման մեջ պետք է լինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ հատուկ կարծիք, անգործության վերաբերյալ, իրավապահ մարմինների մասին հատուկ կարծիք։ Դեռ երկու առաջի կետը կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոտանվել է, սահմանադրական դատարանը պետք է իր կարծիքը հայտնի։ Չի կանխել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքի սահմաններում մենք հիմա սահմանադրական դատարանում չենք։ Հասկանալի է, բայց ինձ եք հարցը տվել, մի պաշտպանեք ես Չէ, պաշտպանելու խնդիր։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին ուրիշ տեղել եմ իմ կարծիք հայտնում։ Թույլ տվեք ձեր եթերում էլ ասեմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործության է մատնվել։ Ներխուժումը թույլ է տվել, որ ներխուժում տեղի ունենա, անեքսիա։ Մեր երկիրը ներխուժել են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի պաշտպանել մեր սահմանադրությունը, մեր ընտրողների իրավունքները։ Ես այդպես եմ կարծում։ Լիազորություններ ուներ, ուրեմն լիազորություններ ուներ։ Լիազորություններից խուսափեց, ինքը անգործության մատնվեց։ Պետք է իմ կարծիքը դա է։ Ձեր հասկանալի։ Կարծում եմ իմ ասացնել է ձեզ հաճելի։ Ներքին ձեր հոգու խորքում դուք համաձայն եք ինձ հետ։ Այդպես է։ Պարզապես ես փորձում եմ հասկանալ, ձեր այդ կարծիքը հիմնված է օրենքով կային տրված լիազորությունների վրա, թե վերադարձել։ Ես ասում եմ իշխանությունը անգործության է մատնվել, սահմանադրական դատարանը վերջին ատյանն է, որ պետք է միանա անգործներին, այսինքն գործընկեր ճանաչի հանցագործներին, այսինքն միանա հանցագործությանը, ես համարում եմ հանցագործություն է, որ արդեն դատավճիռ ունեցող մարդիկ հայտնվել են կազմակերպությունները, հայտնվել են իշխանությունում։ Օրենքը պետք է դա մաքրեր, չպետք է հասնեին։ Սահմանադրական դատարանը վերջին ատյանն է, միանում է կամ նրանց այդ հանցագործությունը աչքակապության, ոնց ասեմ մեր։ Ես լրիվ հասկանում եմ ինչ եք ասում։ Բայց շարունակեմ, որ միտքս ավարտուն լինի։ Այդպիսի գնահատական եւ երկրորդը անպայման պետք է չեղյալ համարի ընտրությունների արդյունքները հանձնարարի սահմանադրական նոր ընտրություններ անցկացնել սկզբից մինչև վերջ։ Այդ դեպքում նաեւ մեր հանրապետությունը կնախաձեռնի մի ուրիշ գործընթաց։ Այդ պատկերացնում եք, մենք շանս ունենք հիմա սկսելու ապագաղութացման։ Դե գիտեք արդեն, եթե ծիրանին է գործը հասել, ծիրանն ու ջերմուկն են արգելված, բա ինչ անեն։ Արցախը հանձնել են, Ղարսը հանձնել են, Նախիջևանը հանձնել են, Արցախը չէ, Նագորնի Ղարաբաղը հանձնել են, Վանը հանձնել են, գենոցիդը կազմակերպել են, 23 թվականին էլ է եղել գենոցիդ, 46-49 թվականին 37-1900-ի մասն է։ Այսինքն այդ իմպերիան մեր դեմ էլ ինչ անի, ծիրանն ու ջերմուկներ մնացել, դա էլ փակեց։ Ծիրանը արդեն Եվրամիությունում խորհրդանշական շրջանակն դա այլ հարց է։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ապագաղութացման նոր փուլ մտնել, հայտարարվել է։ Բայց այդ դեպքում ինչպես վարվել։ Սահմանադրական դատարանը թող որոշում կայացնի։ Հասկացա, դուք ասում եք սահմանադրական դատարանը որոշում կայացնի։ Չեղյալ համարի, անվավեր համարի քվեարկության պասիվ ձևով չէ, հանձնարարություններով։ Հա, եւ իր կանոնադրությունը, նոր ընտրություններ է։ Նոր ընտրություններ եւ ընտրություններում արդեն պետք է լինի, արդեն ուրիշ օրակարգ պետք է լինի, պետականաշինության անկախության զարգացման օրակարգ։ Հիմա մեր օրակարգը դուք դրանից սկսեցիք դրա համար ես տակացա։ Բայց այդ դեպքում ինչպես վարվել այդքան երկրների, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 3 երկրների շնորհավորանքների հետ։ Մի ձև կա միայն ապագաղութացման ռեժիմը արդարացնում է, ասում ենք շնորհակալություն, դա աջակցությունն էր։ Այդ հեռագրերը կարելի է դրա տակ գրել, որ հասցեատերը շնորհակալ է կամ հասցեատերը տեղում չէ կամ ասում ենք շնորհակալություն աջակցության համար։ Ձեր աջակցությունով այդ ձերս շնորհավորող հեռագրերով հիմք ընդունելով նաև դա, որ մենք մենակ չենք։ Մենք գնում ենք դեպի անկախություն եւ ազատություն եւ ժողովրդավարություն։ Օգտագործում ենք ձեր հեռագիրը, դուք շնորհավորել եք, չէ՞։ Շնորհավորել եք բռնապետությունը, շնորհավորել եք զավթումը, չէ՞։ Ժողովրդի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունը, չէ՞։ Հիմա ազգային սահմանադրական դատարանում ըստ շրջանառվող տեղեկությունների դատավորներից երկուսը չեն մասնակցի հարցի քննարկմանը իրենց քաղաքական կուսակցական անցյալի բերումով, որպեսզի
անաչառությունը ապահովվի, եւս մեկի հետ կապված այդպիսի հարց կա, ելի նախորդ ընտրություններում պատգամավորի տեխնազուի կարգավիճակ ունենալու բերումով, սա ինչ է, եթե 3 դատավոր չի մասնակցելու, երկուսը պլյուս 1, սա անաչառություն է նշանակում, թե սահմանադրական դատարանի աշխատանքի խարխլում։ Դա ընդհանրապես շարունակություն է հոգեբանական պատերազմի, իսկ այն մյուսները ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում չափահաս մարդը, որը 20 տարի ապրել է օրենքով զավթիչների, այ եթե մարդիկ զավթել են հոկտեմբերի 27-ից հետո հայկական պետության բոլոր քաղաքացիները ապօրինի են ապրել։ Այդ բանակի երթումը պրիսյագան ապօրինի է եղել։ Այսինքն բանակը ապօրինի է եղել, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ազգային ժողովը, կառավարությունը, մանկապարտեզներում, որ երգում էին մեր հայրենիք, այդ բոլորը 20 տարի մաքուր զավթված է եղել։ Դրանք ինչ են զբաղված եղել։ Բանտերում են եղել։ Որտեղ են եղել այդ դատավորները։ Մենք որտեղ ենք եղել այդ ժամանակ։ Մենք իրավունք ունենք հիմա որը մեզ համարելու օբյեկտիվ։ Բոլոր քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ազատազրկված են եղել։ Դա ինչ պատմություն է։ Դա ասում եմ, ես չգիտեմ կենթանիների հետ կարելի է համ, բայց դա ինչ խոսակցություն է։ Մարդը իր անցյալով չկա ուրիշ, որտեղից բերեին։ Մենք իմիջիայլոց բերել ենք մի քանի հոգու։ Որտեղ են Թաշյան, Մաշյան, բերել էին, չէ՞։ Արտասահմանից մենք ղեկավարներ էինք բերել, մենք մեզ չէինք կարող։ Նագորնի Ղարաբաղից Ալիևի կադրերին բերեցին, որ մեզ ղեկավարի։ Իբր թե մենք պարտկոմ չունեինք։ Քոչինյանի ու Դեմիրճյանի աճեցրած պարտկոմները արժանի չէին Հայաստանը ղեկավարող, գնացինք Ալիևի աճեցրած պարտկոմներին, բերեցինք Հայաստանը ղեկավար ապօրինի։ Հիմա ով է, մենք օրինական է, հա, 20 տարի ինչով ենք զբաղված եղել։ Դրանց համար հաց ենք թխել, չէ՞։ Դրանց համար միլիարդներ ենք աշխատել, մենք միլիարդներ ենք տվել։ Ուրեմն ձեր ասում եմ, որ ով որ հիմա նրանց մասին խոսում է, այդ երրյակի մասին, ուրեմն ինքը իրավունք ունի քարկցելու մեր վրա, քրիստոնեությունից ասեմ, դրանք իրավունք ունեն ասողները քարկցելու։ Չունեն։ Մենք խոսեցինք շնորհավորողների մասին, հիմա անդրադառնանք արդեն չէ շնորհավորողներին եւ այս շարքում, այսինքն շարքել չկա 1-2 հա պետություն։ Ռուսաստանը դեռևս հապաղում է, Ռուսաստանի նախագահը չի շնորհավորում եւ միաժամանակ շարունակում են Ռուսաստանից այդ կոշտ գրեթե վերջնագրային հայտարարությունները, ինչ են մտմտում, ինչ են ծրագրում Հայաստանի համար։ Իրենց համար, իրենք զրկեցին համով պտուղ բանջարեղենից, հանքային ջրից, առողջարար հանքային ջրից, իրենք զրկեցին։ Սամաստրել են ասում դրանց, ինքնավնասարարությունով է զբաղված Ռուսաստանը հիմա։ Արդեն 4-րդ, 5-րդ տարին է ռմբակոծում է ռուսախոս տարածքները Ուկրաինայի, ռմբակոծել ավերել է, չկա այդ հատվածը, ոչնչացրել է։ Մինչև ուկրաինականին հասնել է Հայաստանի մասով։ Ես հերմից եմ գալի, թափ եմ հավաքում, որ հասնեմ, սարը պետք է բարձրանանք, չէ՞, հարթավայրից եմ գալիս, թափ հավաքած։ Ուրեմն նրանք մտմտալու բան չունեն, նրանք հանձնվել են, ում շնորհավորի, թող առանձին այդ հատվածին շնորհավորեր, ողջախոհության շրջանակներում եմ ասում, դժվար է դրանց համար ողջախոհության մասին խոսելը, բայց շնորհավորեիք ձեր բաժինը, ձեր քաղաքացուն շնորհավորեիք, որ Կիպրոսում էլ է քաղաքացի, դրան գոնե շնորհավորեիք, կամ պատժեք, եթե ձեր կարծիքով ձախողել է, այսինքն ես գիտեք ինչ եմ կարծում, որ մեզ գուցե եւ շնորհավորել այդ արձանագրության կարգը, պետական հարաբերությունների կարգը պահանջում է, որ ինքը շնորհավորի, անկախ նրանից իր ուզածն է, թե չէ, դա կարգ է, այդ տեղեկանք է գրում ստորագրում է առանց կարդալու, դա պետք է աներ, չի անում, որտեղ այն մտմտում է ոնց պատժի իր գործը ձախողողներին, դա լուրջ էր, պետք է անպայման իր կարծիքով, իր ռեսուրսներով, դա ընդհանրապես երկրորդ ռազմաճակատում պարտվել էր նշանակում, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, Հայաստանում
ջախջախվել, տապալվել է Ռուսաստանը։ Այ հիմա տապալ նոկդաուն ուզում եք հիմա այն Թայսոնը Հայաստանում է, դրա համար օգտագործենք բռնցքամարտի։ Նոկդաուն, նոկաուտ չի, նոկդաունի մեջ է, շշմածության մեջ է, բայց դեռ ընկած չի Ռուսաստանը Հայաստանում։ Հիմա ինչ պետք է անի։ Հիմա կոշտ հայտարարություններ, վրեժնագրեր, հապկում, ասում է անդամավճարը չեք մուծել, դրա համար հետևանքներ կարող են լինել, հետևանքներ կլինեն, արագ կողմնորոշվեք ԵՄԹ, ԵԱՏՄ։ Պարոն Կիրակոսյան, բեսմիսլենին, բա դա է, դա թուղթ է, հեռագիր են ուղարկում մեզ են աղջկա միջոցով։ Ես պարզում եմ, որ փայլուն կոճակներով, կակարդով, ինչ-որ մեկը պետք է գրմռալով մեր հետ խոսեր, ու ոչ թե մեր հետ, այլ իրենց ռազմական բազայի ինչ-որ գեներալ պետք է խոսեր մեր հետ, ու չպետք է խոսեր, նա պետք է հայհոյեր, պետք է հիմա պայթյուններ լինեին, դա արել են նրանք, կայցու օպերացիա պետք է լիներ, մակաշովներին, լեբեցներին, բաներին պետք է հանեին, ուղարկեին Հայաստան, ռումբեր պետք է պայթեն, եթե նրանք իսկապես դժգոհ են։ Ռուսաստանը երբ դժգոհ է, օրինակ Ուկրաինայում դժգոհ է, տեսեք ինչեր է անում։ Հայաստանում թուղթ են ուղարկել մեզ, ու մեզ չեն ուղարկում, մենք իրենց համար գործընկեր չենք։ Նրանք մեզ գործընկեր չեն ճանաչում։ Իրենց Պուշկինից սկսած վերջացած Մարիա Զախարովայից կամ Մարգարիտա Սիմոնյանից մягким знаком։ Ուրեմն նրանք մեր հետ գործընկեր են, չէ, նրանք ուրիշին են հաշվետվություն տալի։ Նրանից են դժգոհ, ով որ եկավ Տրամպ արեց Հայաստանը։ Այ որ իրենց ծրագրերը իրենց զավթած տարածքները չեղյալ համարեց, մեղրին հետ վերցրեցին։ Դուք պատկերացնում եք, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատրել գցել է Տրամպը, ու Պուտինը չվրթովեց, նամակներ չուղարկեց, եկավ շնորհավորեց, ասեց, հա, ստացվել է կոմոդ Դոնալդ։ Իմ մոտ դա 30 տարի չարչարվում էինք մենք, չի ասում 300 տարի, 250 տարի չարչարվում ենք, կոմոդ դա ստացվեց։ Դա գիտեք ինչ էր նշանակում։ Պետք է ասեր, չէ, ատոմային ռումբ եմ ուղարկում, ձեր Ալյասկան կռմբակոծեմ, բայց նա ինչ արեց շնորհավոր։ Չէ, բայց ինչ է նշանակում, Ուկրաինայում էլ կպարտվի, պարտված պետություն է, մեղրին ինչ է հանձնեցիր Ամերիկային, այդ մեղրին հանձնել ես, ուրեմն այդ հեռագրերը, այդ վարքագիծը, Մարիա Զախարովայի արդյունքները գոհար, դա ուղարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ՆԱՏՕ ու Եվրոմիություն, իրենք գիտեն, որ մենք իրենց հիմա չենք լսում։ Հա Նիկոլ Փաշինյանը բան ու գործ չունի, հա քարտուղարուհի են ասում, այն Ալեն Սիմոնյանն ասում էր, այդ քարտուղարուհին թող մեզ բան չուղարկի, նամակ չուղարկի, նա ուղարկում է այնտեղ ՆԱՏՕ, Եվրոմիություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին են վերաբերում այդ թղթերը։ Մենք մեր գործը արել ենք։ Մենք ում որ պետք է նրան ընտրել ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, բայց մինչև հրաժեշտ տալը մեր հաղորդման վերջին կարճ բլից հատվածը արագ հարցեր, արագ պատասխաններ, այո, ոչ կամ մեկ բառ կամ մեկ նախադասություն։ Ինձ համար դա դժվար հարց է։ Չէ, դժվար չի։ 2026-ի քվեարկությունը ազատ էր ավելի շատ թե կաշառված։ Կաշառված էր եւ մրցակցային չէր։ Ազատ Արշակյանը հիասթափված է հայ ընտրողից։ Ոչ։ Ով է այսօր ընդդիմության իրական առաջնորդը Հայաստանում։ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, թե որևէ մեկը այլ, որևէ մեկը կամ ոչ մեկը։ Չկա։ Դրանցից ոչ մեկը։ Նրանք ուրիշ ուժեր են, հակառակորդի ուժերն են, օկուպանտ են եւ քրեական հանցագործ են, ըստ դատարանի որոշումների մեկին էլ հետապնդում են։ Հայաստանը դուրս կգա հապկից մինչև տարեվերջ։ Չգիտեմ, պետք է հապկը վռնդի Հայաստանին։ Մերոնք դա են ուզում։ Եվրամիության անդամակցություն թե Ռուսաստանի հետ նոր ձեր գուլակ։ Եվրամիություն։ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում թե մարտական ոչ ոքի կլինի։ Չի կարող ոչ ոքի լինել, արդեն հաղթել է Ուկրաինան։ Իրանը Հայաստանի դաշնակիցն է թե պարզապես հարևանը։ Հարևանը։ Նիկոլ Փաշինյանը կպահի իշխանությունը առաջիկա 5 տարիների ընթացքում։ Ուզում է պահել։ Թրիպ լինելու է թե ոչ։ Արդեն կա տրիպը։ Ամենակարևոր բանը, որ կորցրել է եւ կամ գտել է Հայաստանը վերջին տարիներին։ Գտել է անկախության գիտակցությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։
Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօրվա զրույցը եւս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները հնարավոր չէ կտրել աշխարհաքաղաքական, տեկտոնական այս տեղաշարժերից, փոփոխություններից եւ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելը եւ ընդդիմության մոտավլուտ համախմբելը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները գալիս են ապացուցելու, որ Հայաստանը պարտավոր է արագ եւ վճռական որոշումներ կայացնելու։ Պատմությունը սիրում է արագ կողմնորոշվողներին։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։